Բարև ձեզ, ես Փրենի Դավթյանն եմ, ես եւ Սուրեն Պետրոսյանը շարունակում ենք մեր հարց ու պատասխանի ֆորմատը։ Իսկ այսօր կանդրադառնանք Գրիգոր Շինարարի նվիրված թողարկմանը։ Մինչ սկսելը թույլ տվեք մի հարց ուղղեմ ձեզ իմ կողմից։ Ինչու եք հենց անդրադարձել Գրիգոր Շինարարին։ Այսօր, երբ իշխանությունները հանձնել են Արցախը եւ ամեն կերպ փորձում են հրաժարվել պատմությունից, մերժելով մեր ինքնությունը, անհրաժեշտ է հիշել Խորհրդային Հայաստանի ղեկավարին։ Բարև ձեզ։ Գրիգոր Շինարարը իրականում հսկայական ներդրում ունեցած մարդ է Հայաստանի զարգացման գործում, բայց ցավոք նրա մասին այսօր շատ քչերը գիտեն։ Եվ նաև Գրիգոր Շինարարի օրինակը այն վառ ապացույցն է, որ անկախ իրավիճակից, խնդիրներից եւ անգամ այն պարագայում, երբ թվում է, թե ուղղակի հնարավոր է գործել իօգուտ պետության, իօգուտ ազգի, Գրիգոր Շինարարի օրինակ ուղղակի ապացուցում է, որ եթե դուք ունեք կամք, նպատակ եւ իմաստություն եւ ունեք ամենակարևորը ազգային ինքնություն, դուք ցանկացած սահմանափակումների ժամանակ կարող եք գրանցել արդյունք եւ ունենալ հսկայական հաջողություններ։ Եվ նաեւ Գրիգոր Շինարարի օրինակը նրանով է կարևոր, որ նա զարգացումը տեսնում էր ոչ միայն արդյունաբերության զարգացման մեջ, ոչ միայն քաղաքաշինության, այլ ամենակարևորը մշակութային զարթոնքի միջոցով։ Եվ պետք է հիշել, որ նա այդ ամենը իրագործում էր փաստացի անհնարին թվացող միջավայրում, խորհրդային միջավայրում, որտեղ այս ամենը ուղղակի արգելված էր։ Եվ հենց սրանով է կարևոր Գրիգոր Շինարարի պատմությունը կամ նրան անդրադարձը։ Շատ բարի, սկսում ենք առաջին մեկնաբանությունը, որը տրվել է Կարապետ Կարապետյանի կողմից։ Ինչու չի լուսաբանվել Գրիգոր Հարությունյանի անունը։ Ես թոշակառու մարդ եմ եւ առաջին անգամ եմ լսում նրա մասին, որպես Հայաստանի հզորացման ու ապագայի համար ջանք թափած մարդ։ Ցավոք մենք ոչ մի ոլորտում որպես այդպիսին չենք ունեցել ընդհանուր ռազմավարություն, ոչ ունեցել ենք մշակութային զարգացման ռազմավարություն, ոչ ունեցել ենք տնտեսական եւ այլն։ Ու մենք իրականում խորքային պատկերացում անգամ չունենք մեր անցած ճանապարհի մասին։ Մենք լավ չենք պատկերացնում հենց մեր պատմությունը։ Իսկ մեր պատմությունը ճանաչելը չափազանց կարևոր է ինքնաճանաչողության համար, մեր իրականությունը գնահատելու համար, մեր սխալները պատկերացնելու, հասկանալու համար եւ ամենակարևորը դրանք շտկելու համար։ Սա բնականաբար նարկի նախկին եւ ներկա իշխանությունների հսկայական վաստողումներից մեկն է, թեպետ այսօր ներկա իշխանությունների կողմից ոչ միայն մեր պատմությունն է մերժվում, այլ նաև մեր ինքնությունն է փաստացի ապամոնտաժվում, այնուամենայնիվ սա մեկ ընդհանուր քաղաքական համակարգի գործունեության եւ թերացման հետևանքն է։ Եվ փաստացի այդ բացը լցնելու պարտավորությունը յուրատեսակ առումով դառնում է արդեն նաև մեր պատասխանատվությունը։ Հետևաբար ոչ թե մեր խնդիրն է միայն փնովել կամ միայն բողոքել ստեղծված իրավիճակի մասին, այլ նաև մեր հնարավորության սահմաններում նաև կարողանալ շտկել այդ իրավիճակը։ Իսկ մյուս հարցը տրվել է Շան Շահբազյանի կողմից։ Ինչպես կարող է կոսմոպոլիտ կոմունիզմին հավատող մարդը միաժամանակ ազգասեր եւ հայրենասեր լինել։ Հետաքրքիր է, որ նույնպես դրական կարծիք կա Կարեն Դեմիրճյանի մասով Հայաստանում։ Այնպես տպավորություն է առաջանում, կարծես թե սովետական Հայաստանում քաղաքական առաջնորդները ավելի շատ հայրենասեր են եղել, քան թե անկախությանից հետո եկածները։ Դժվար է մեկնաբանել։ Շատ կարևոր է ուշադրություն դարձնել տվյալ մարդկանց եւ դերակատարների իրականացրած եւ գործած գործերին, որովհետեւ մենք այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում եւ տեսնում ենք շատ ամպագորգոր խոսքեր, շատ ամպագորգոր հայտարարություններ, բայց դրանք որևիցե կերպ չեն համապատասխանում ոչ գործին, ոչ իրենց ապրելակերպին։ Թեև պատմությունը ցույց է տալիս, որ ժամանակին, եթե այդ մարդիկ սահմանափակված էին խոսքով եւ պաշտոնապես պետք է անպայման սատարեին կոմունիստական գաղափարախոսությանը, բայց այնուամենայնիվ նրանցից շատերը իրենց խորքում եղել են հայրենասեր մարդիկ, ովքեր իրականում մեծ նպաստ են բերել Հայաստանի զարգացմանը եւ կրկնում են ոչ միայն արտադրական կամ քաղաքաշինության առումով, այլ ամենաառաջինը ինքնության զարթոնքի առումով։ Իսկ ինչ վերաբերում է Շան Շահբազյանի մեկնաբանության երկրորդ հատվածին, որ ստացվում է այնպես, որ խորհրդային Հայաստանի առաջնորդները շատ ավելի հայրենասեր են, քան երրորդ հանրապետության առաջնորդները, իրականում ես այդ մտքի հետ համաձայն եմ, փաստացի այդպես է։ Եվ դրա մասին ես բազմիցս խոսել եմ, որ
ու մի հարց էր իմ մոտ մշտապես առաջանում, որ ինչպես է ստացվում, որ խորհրդային Հայաստանում չունենալով ազգային եւ անկախ պետություն, մենք ունեցել ենք շատ ավելի ազգային ղեկավարներ եւ անգամ ունեցել ենք յուրատեսակ ազգային զարթոնք, անգամ մշակութային զարթոնք, օրինակ 1960-ականների զարթոնքը, որտեղ նաեւ նկարահանվել էր Ֆրունզե Դովլաթյանի «Բարև ես եմ» ֆիլմը, որը յուրատեսակ հայտ էր, որ հայը ասում էր «Բարև ես եմ» ֆիլմը, նրա մասին էր, որ հայը ասում էր «ես կամ», այսինքն ինքը հայտ էր ներկայացնում աշխարհին։ Բացատրիր, սա ինչ է։ Ազգի վիրավորված ինքնասիրություն, որ անցյալում ընչազուրկ էր, իսկ այժմ ձգտում է ինքնահաստատման, թե միգուցե այսօրվա սուր հարցերից հեռու մնալու ցանկություն է եւ պատճառ դրանք չլուծելու։ Ամեն դեպս ես կարծում եմ, որ սա համատեղ արշավ է դեպի անցյալը։ Նման զարթոնք է անգամ եղել մշակութային առումով խորհրդային միությունում, բայց կրկնում եմ չունենալով ազգային եւ անկախ պետություն։ Բայց երբ ունեցանք անկախ պետություն թվացial առումով, ցավոք ունեցանք հայրենասիրության եւ ազգայինի հետ որևիցե կապ չունեցող ղեկավարներ, անխտիր։ Դրա համար բազմիցս ասել են, որ խորհրդային Հայաստանում այդ 60-ականներից հետո ձևավորվեց անկախության, իրական անկախության սերունդ, որը դրա կրողն էր, իսկ երրորդ հանրապետությունում փաստացի իշխանության գործունեության հետևանքով ձևավորվեց այնպիսի սերունդ գլոբալ առումով, իշխանության հետևանքով, որոնք որ ըստ էության աղերս չունեն իրական անկախության գաղափարի հետ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք այդ պայծառ մարդուն հիշելու համար։ Նա նաև իմ հայրենի քաղաքի ջերմուկի կառուցողն էր։ Պատիվ ունեի ծանոթանալու նրա դստեր Նամի Միկոյանի հետ, ով 2 անգամ այցելել էր ջերմուկ, հյուրընկալվել մեր տանը, իսկ հեռավոր 1940-ականների վերջում նա հանգստացել էր ջերմուկում ծնողների հետ։ Այս մասին գրել է Նամին իր գրքում։ Շատ շնորհակալ ենք Մակեդոն Ալեքսանյանին կարևոր հիշատակման համար, նաև իր լրումն իր հիշատակման մի կարևոր փաստի մասին նաև կուզեմ խոսել, որի մասին մեր թողարկման ժամանակ չենք հասցրել թերևս խոսել, որը սակայն չափազանց կարևոր է։ 1947-ից 1950 թվականների ընթացքում Գրիգոր Հարությունյանի նախաձեռնությամբ Խորհրդային Միության նախարարների խորհուրդը որոշում է ընդունում Հայաստան եկած եւ Հայաստանում ապրող ադրբեջանցիներին վերաբնակեցնել Քուր Արաքսյան այդ դաշտավայրում, եթե կարելի է այդպես ասել, որը իրականում ռազմավարական որոշում է լինում եւ մեծ նախաձեռնություն, որը հենց Գրիգոր Հարությունյանի կողմից է իրականացվել, որով փոխվել է նաև Հայաստանի դեմոգրաֆիական պատկերը եւ անգամ ոչ թե փոխվել, այլ վերականգնվել է Հայաստանի դեմոգրաֆիական պատկերը։ Նաև կան բազմաթիվ փաստեր, համաձայն որի հիշատակվում է, որ հենց այդ հարցով Գրիգոր Հարությունյանը մի քանի անգամ դիմել է անձամբ Իոսիֆ Ստալինին, որպեսզի կարողանա կյանքի կոչել այդ որոշումը։ Սակայն սրա ֆորմալ հիմնավորումը ամբողջությամբ այլ է եղել։ Գրիգոր Հարությունյանը Ստալինին հիմնավորել է այս որոշումը կամ այս նպատակը նրանով, որ Հայաստան հայրենադարձված հայերի համար ուղղակի ապրելու տեղ կամ հողերի սակավություն կա։ Այդ պատճառով հայերին հողով ապահովելու եւ բնակարանով ապահովելու համար պետք է այդ վերաբնակեցումը իրականացնել եւ ադրբեջանցիներին ուղղակի վերաբնակեցնել այլ տարածքում եւ հայերին ապահովելու բնակարաններով կամ հողատարածքներով, բայց ֆորմալ պահանջ իրականում սա եղել, բայց այնուամենայնիվ Գրիգոր Հարությունյանը կարողացել է իրագործել այդ ռազմավարական մեծ քայլը, որը առ այսօր ըստ էության մենք դրա արդյունքները տեսնում ենք։ Հաջորդ մեկնաբանությունը տրվել է Վահե Գեղամյանի կողմից։ Սուրեն ջան, շնորհակալություն հաղորդման համար, բայց ձեզ կխնդրեմ մի բան, քիչ սատարել Ռոբերտ Քոչարյանից սկսած մնացած բոլորին, ովքեր սատարում են իրեն։ Քանի որ այս պատմության հերոսի գործունեությունը շատ նման է ձեր գործունեությանը։ Եղեք համարձակ, մի սատարեք ոչ մեկին, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից բրծած ներկայիս հոգեկաններին։ Եղեք համարձակ, այդ դեպքում ձեզ շատ-շատերը կճանաչեն։ Ցավոք շատերը չեն ապրում հայրենիքում, իսկ ձեր աշխատանքը շատ է ոգեշնչում մեր նման հայ մարդկանց։ Նախ շատ շնորհակալություն Վահե Գեղամյանին լավ խոսքերի համար, բայց միևնույն ժամանակ նշեմ, որ ես երբևէ չեմ եղել Ռոբերտ Քոչարյանի աջակից, առավել ևս նրա թիմակից, եւ որևիցե մի դրվագ անգամ որևիցե մեկը չի կարող գտնել, որտեղ ես իմ աջակցությունն եմ հայտնել Ռոբերտ Քոչարյանին։ Հակառակը, ասեմ ավելին, ես մշտապես
Նշել են, որ այս քաղաքական համակարգը, որի հիմնասյուները այս 4 դերակատարներն են՝ Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան եւ Նիկոլ Փաշինյան, այս հակահայկական քաղաքական համակարգի 4 հիմնասյուներն են։ Եվ ես մշտապես հանդես եմ եկել այդ դիրքից, որ առաջին հերթին, եթե մենք ուզում ենք ունենալ բովանդակությամբ հայկական եւ ազգային պետություն, մենք պետք է հաղթահարենք այս հակահայկական քաղաքական համակարգը, որի հիմնասյուները այս 4 դերակատարներն են, որից հետո նոր հնարավորություն կունենանք ստեղծել բովանդակությամբ հայկական եւ ազգայինը։ Շնորհակալություն, պարոն Պետրոսյան, այսօրվա թողարկման համար այսքանը։ Շնորհակալություն մեզ դիտողներին, մեկնաբանություններ թողողներին եւ իհարկե նաեւ ձեզ։ Շնորհակալ եմ ես էլ։ Մինչ նոր հանդիպում, սիրով կսպասենք ձեր մեկնաբանություններին։